Բարի երեկո, ես Նազենի Հովհաննիսյանն եմ եւ ուրախ եմ այսօր գտնվելու արվեստանոցի այս հյուրընկալ միջավայրում։ Այսօր խոսելու ենք միայն մի բանի մասին՝ ստեղծագործության, արվեստի մեր ժամանակակից աշխարհում։ Բարև ձեզ եւ բարի գալուստ արվեստանոց։ Ո՞րն է ձեր ամենասիրած գիրքը։ Վերջին ժամանակներում ամենատպավորիչ գրքերից մեկը Խալեդ Խասեյնի Հազարավոր վառվող արևներ։ Ամենասիրելի ֆիլմը։ Ես շատ սիրում եմ Հարսնացու հյուսիսից ֆիլմը։ Արվեստի որ ստեղծագործությունն է թողել ամենամեծ տպավորությունը։ Շատ ազդեցիկ էր Մուզեյ դ'Օրսեյում տեսած Վան Գոգի Սիեստա կտավը իմպրեսիոնիստներից, որից հետո դուրս եկա եւ հասկացա, որ Վան Գոգը ոչ մի բան չի արել, բայց ստացել է հենց այն, ինչը տեսել է։ Եվ ես կարողացա տեսնել այն, ինչ նա պատկերել էր։ Ստեղծագործելու ամենամեծ խթանը։ Ստեղծագործելու համար խթան պետք չի։ Դու կամ այդպիսին ես, կամ չես։ Ինչն է ձեզ առավել անհանգստացնում։ Իմ երկրի տնտեսական վատ վիճակը։ Իսկ ինչպես կշարունակեք հետևյալ նախադասությունը։ Դերասանական արվեստը դա ապրելու արվեստն է։ Շատերի համար սա պարզապես ցուցադրական արվեստի տեսակ է։ Սակայն ես համաձայն չեմ։ Դերասանական արվեստը այն խորքային ներքին անալիզն է մարդու հոգու, որը որ չէր կարող չարտահայտվել ֆիզիկապես եւ չլինել տեսանելի։ Դա նույնն է, եթե մենք ասենք, այնքան գեղեցիկ կին է, ուղղակի անընդհատ տգեղ է։ Հիշում եք խորհրդային տարիներին կար շատ լավ մուլտ Մկան մասին, որին կախարդը դարձնում է առյուծ եւ նա միևնույն է վախենում է կատվին տեսնելիս։ Ինձ համար դերասանական արվեստը ամենամոտն է Աստծու պատկերին եւ նրա ստեղծագործությանը, որովհետև ամեն վայրկյան ստեղծելու հնարավորություն կա եւ դու մոտ ես արարչագործությանը։ Դերասանական արվեստը ինքնաճանաչողության արվեստն է առաջին հերթին։ Այ որքան որ մեզ ձևավորում են այն գրքերը, որոնք մենք կարդացել ենք կամ այն երաժշտությունը, որը լսում ենք, այդքան էլ եւ միգուցե առավել մեզ ձևավորում են այն մարդիկ, ում մենք կյանքի ընթացքում հանդիպում ենք։ Մեզ առավել ձևավորում են այն մարդիկ, ովքեր մեզ փորձում են խանգարել։ Եվ ես միշտ ասում եմ, իսկապես պետք է շնորհակալ լինել բոլորին։ Օգնող մարդը միշտ չի, որ կարող է օգտակար լինել։ Հաճախ մեր փոխարեն անում են որոշ գործեր, որոնք որ մենք պետք է անեինք։ Եվ այդ գործը, որը դու անում ես, ձևավորում է քո մեջ քո մկանային համակարգը ճակերտավոր, հա։ Ենթադրենք մեր փոխարեն անընդհատ աստիճան բարձրացողը իրեն է լավություն անում, բայց ոչ մեզ։ Իսկ խոչընդոտ հանդիսացող մարդիկ մեզ օգնում են, որպեսզի մենք ձևավորենք այն ամուր հոգեկերտվածքը, որը մեզ հետագայում օգնում է հաղթահարելու այս կամ այն ուղին։ Այն մարդով ընտրում է հանրային մասնագիտություն, ինչին պետք է պատրաստ լինի։ Ըստ իս չկա օբյեկտիվ ոչինչ։ Ես չեմ կարծում, որ հանրային աշխատանք եզրույթ որպես այդպիսին առանձին պետք է գոյություն ունենա։ Ինչին պատրաստ լինել դիմացինին, նրա նմանին, քննադատությանը, լինի օբյեկտիվ թե սուբյեկտիվ, եւ պատրաստ լինել նրան, որ դու ունես քո վեկտորը։ Եվ եթե յուրաքանչյուր քննադատության կամ գովեստի պատճառով դու փոխես քո ուղեծիրը, ուրեմն դա քո ճանապարհը չէ։ Դերասանու մասնագիտությունը թեև շատ ստեղծագործական մասնագիտություն է եւ արվեստի հետ կապված, այնուամենայնիվ կախվածություն կա, թե դրամատուրգիական մատերիալից, թե ռեժիսորական աշխատանքից, օպերատորական աշխատանքից։ Իհարկե կա նման բան, ընդ որում ոչ միայն լավ աշխատանքից, այլ բարեկամական վերաբերմունքից, սա շատ կարևոր է։ Կարևոր է, որ օպերատորը այդ պահին սիրի քեզ առավել, քան որևէ մեկին։ Շատ կարևոր է, որ ռեժիսորը քեզնից այն կողմ չտեսնի դերասանի, կապ չունի, որ 2 րոպե հետո աշխատել է այլ դերասանի հետ եւ նույն սիրով սիրի այն դերասանին։ Մենք դերասաններս բոլորս անխտիր կերպով ունենք այդ բարդույթը, թատրոն թե կինո։ Ես նրանց տարբերակում եմ միայն մի հարցում։ Թատրոնն առավել ազնիվ է մի հարցում, որովհետև դու չունես այդ մոնտաժային տարբերակները եւ դու այն ես ինչ կաս, դու դուրս ես գալիս եւ տեսանելի ես ֆիլմում կարող են քո փոխարեն որոշ պատկերներ փոխարինելով ստեղծել ավելի հետաքրքիր պատկեր կամ ընդհակառակն նսեմացնել, խունացնել քո վառ գույները։ Թատրոնը ունի առավելություն, դու ունես երկար ժամանակ պատրաստվելու։ Յուրաքանչյուր ներկայացումից հետո դու ադամանդի պես հղկում ես քո դերը կամ փչացնում, շատ հղկելով։ Կինոյում դու չունես այդ շանսը։ Ունես կարճ ժամանակ եւ ժամանակի ու տարածության մեջ այդ մի վայրկյանում դու պարտավոր ես ստեղծել այն միակ կյանքը,
Այն միակ կերպը տեսակի, որը չէր կարող չլինել։ Եվ իհարկե այդտեղ շատ մեծ դերակատարում ունի խոսքը, անկախ նրանից, թե որ լեզվով է տվյալ դերասանը խաղում։ Իմ կարծիքով խոսքը ամենաթերի կողմերից է Հայաստանի Հանրապետությունում։ Մենք մեղադրում ենք որևէ քաղաքական գործչի, որ նրան չենք վստահում։ Այն պատճառով չէ, որ նա վատ քաղաքական գործիչ է։ Դա այն պատճառով է, որ նա վատ է խոսում։ Վատ է ներկայացնում իր արածը կամ անելիքը։ Վատ է ինձ համոզում, իսկ քաղաքական գործիչը եւս դերասանի պես մի բան է։ Նա պետք է տիրապետի ռետորական արվեստին։ Գիտեք, չկա սվերա, որտեղ խոսքը առաջնայինը չէ։ Կան հատկություններ, որոնք համարում եք պարտադիր այն մարդու համար, ով ընտրել է բեմը կամ հեռուստատեսային աշխատանքը։ Ես կասեմ, կան հատկություններ, որոնք ինձ համար միշտ կարևոր են, անկախ մասնագիտությունից։ Առաջինը կենտրոնանալու կարողությունը, կոնցենտրացիան։ Եթե մարդը այս պահը չի կարևորում եւ չի կարողանում կենտրոնանալ իր այս պահի մեջ, ես չեմ հավատում նրա հաջողությանը։ Եվ հաճախ, եթե նայեք երիտասարդ սերունդը ինչ է անում, նստում է սրճարանում ընկերներով եւ յուրաքանչյուրը իր հերթին մտնում է իր Facebook-յան էջ ու սկսում է թերթել։ Բավականին վախեցնող փաստ է, այսինքն կամ ձեր դիմացինը այնքան հետաքրքիր չի, որ դուք նրա հետ շփվեք, բայց ինչու եք եկել նրա հետ սրճարան։ Կամ ձեր դիմացինին դուք այդքան հաճելի չեք եւ նա զբաղված է այլ գործով, կամ դուք չգիտեք ինչպես բացել ձեր դիմացինին, որովհետեւ անհետաքրքիր մարդ չկա, կա անհետաքրքիր զրուցակից եւ չբացելու կարողություն։ Հիմա այստեղից գալիս է արդեն պատճառահետևանքային կապը։ Ես կարևորում եմ կամքը անելու ավելին, քան դու կարող ես առաջին հայացքից։ Զարգանալու ցանկությունը անկախ արդյունքից։ Հայերս անհամբեր ենք։ Մենք նստում ենք աթոռին եւ ուզում ենք միանգամից ստանալ արդյունք։ Ես հաճախ եմ իմ ուսանողների հուսահատության հետ բախվում, երբ նրանք ինձ ասում են՝ մենք չունենք մոտիվացիա։ Հիմնավորում, ինչու պետք է սովորենք։ Որովհետեւ աշխարհը շատ հետաքրքիր է։ Եվ անկախ նրանից, թե դուք ինչպիսի գույնի, ինչպիսի որակական դիպլոմ կստանաք, կարևոր է այն, ինչ դուք ձեր ներսում լցրել եք։ Կան դպրոցական գիտելիքներ, որոնք ես իսկապես հետաքրքրված լինելով սովորել եմ եւ այսօր ինձ պետք են գալիս։ Ֆիզիկայից մինչեւ քիմիա։ Եվ եղել են բացեր, որոնք ես լրացրել եմ դժվարությամբ, բայց ինստիտուտում։ Ցանկություն ունենալու մասնագիտություն, սա շատ կարևոր է եւ հստակ եզրույթ է։ Մեր սովորելու ամենամեծ բարդությունը մեր մեծամտության մեջ է։ Լսել եմ կնոջդ հետ միանում ես, հա։ Կնոջդ հետ։ Մի նորություն էլ ես ունեմ։ Ասում են իմ ծրագիրն էլ հովանավորից է զրկվելու։ Հիմարություն։ Ուրեմն տես ինչ է ստացվում։ Քո հետ ասած տղուց, որն իմիջալոց իմ հովանավորներ։ Իմ միջոցով տեխնոլոգիաները գողացար։ Ինձ զրկեցիր փողի աղբյուրից ու բա ես լսե այդ Macintosh ինձ ես կյանքում ռիֆեք ոչ ոք չի օգտագործել, օքեյ։ Ուզում էիր առաջինը լինել, հենց էլ ասել։ Բայց ոչ, զգուշ որ վերջին չդառնաս։ Հեռուստատեսային աշխատանքը ձեզ ինչ է տվել։ Միգուցե ինչ-որ սահմանափակումներ է դնում ձեր առջև։ Հեռուստատեսային աշխարհը ինձ համար ստեղծագործական ռեալիզմ է, եթե մենք վերածենք նրան ժանրի։ Եթե դու չկաս ժամանակի ու տարածության մեջ, ու եթե դու չես զգում ժամանակի զարկերակը, ուրեմն դու չես կարող աշխատել հեռուստատեսության մեջ։ Ես հայտնվեցի շատ պատահական, որովհետև ինչպես յուրաքանչյուր թատերականի նորավարտ ուսանող, ես կարիք ունեի գումար վաստակելու եւ իմ կենսակերպը հոգալու։ Ես հիշում եմ մի քիչ էլ ամաչում էի, որովհետև մենք դերասաններս, չգիտես որտեղից ունեինք մեր մեջ ներարկած այդ մեծամտությունը, որ հեռուստատեսությունը դա ցածրարժեք մի բան է։ Դերասանական արվեստը մեծ արժեք։ Ցածրորակ դերասանական արվեստից զզվելի բան չկա։ Եվ առհասարակ միջակ արվեստը ավելի քան տհաճ է։ Ինձ համար հաղորդավարը այն մարդն է, որը կարողանում է հոգեբանի պես դիմացի հյուրին բացել այնպես, որ նա տա այն ամբողջ ինֆորմացիան, որը մեզ պետք է տվյալ հաղորդման շրջանակներում։ Բեմում նույնպես դերասաններ կան, որոնք անգիր արած տեքստ են ասում։ Դրանք դեր ասան են, դեր ասող։ Սակայն կա արտիստ, որը ստեղծագործում է։ Ենթադրենք Ռաֆայելը Սիքստինյան կապելան անելիս արդեն տեսել էր Մադոննային։ Սա շատ կարևոր է։ Երբ Դոստոևսկին շեղատար էր գրում, մենք դեռևս ինտերնետ չունեինք եւ չգիտեինք, որ կարող ենք ընդգծել այն, ինչը գրում ենք։ Եվ ձեռագրով մենք ընդգծում ենք միայն լավագույն դեպքում մեծատար կամ շեշտ էինք դնում։
բայց Դոստոևսկին գրում էր շեղատառ եւ պահանջում էր տպագրողներից, որպեսզի տպագրեն շեղատառ։ Սրանք երևույթներ են, որոնք որ խոսում են ոչ միայն տաղանդի, այլև պրոֆեսիոնալիզմի մասին, երբ ցանկանում ես ասելիքդ տեղ հասցնել։ Եթե խոսենք պրոֆեսիոնալիզմի մասին, կարող ենք այսպես գոնե սխեմատիկ հիմա ասել ինչպես եք դուք աշխատում դերի վրա, ինչ եք անում, ինչ է անհրաժեշտ իմանալ կերպարի, հեղինակի, ժամանակի մասին։ Դերը նման է ամուսնուն։ Որքան էլ դու նրան նախապես ճանաչես, իմանաս թե արմատներով որտեղից է սերում, ինչպիսի հնարավորություններ ունի, ինչպիսի արտաքին կամ սրճարանում ինչպես եք միասին սրճում, մինչև նրա հետ չապրես մի քանի տարի դու չես ճանաչի։ Նույնը դերն է։ Յուրաքանչյուր դերասանի համար այդ դերը դառնում է նրա անբաժանելի մասնիկը, երբ սկսում է աշխատել դերի վրա։ Ցանկացած դեր ստեղծվում է ինդիվիդուալ։ Չես կարող շտամպով բոլոր դերերը նույն կերպ ստեղծել։ Եվ երբ որ երկար սկսում ես մտածել այդ դերի մասին, հաճախ գնում ես նկարանման հրապարակ, կանգնում ես տեսախցիկի առջև եւ ապրում ես այնպես, ինչպես չէիր էլ կասկածում։ Եվ հետո նկարահանումից հետո, անգամ մոնտաժի խմբագրումներից հետո նայում ես քո խաղացած դերին եւ ասում ես՝ լավ է որ մտածել եմ այսպես, թեև կարող է եւ քեզ վիզուալ դուրս չգա ինչ դու արել ես։ Ինձ որպես կանոն իմ բոլոր դերերը ահավոր դուրս չեն գալիս։ Հեռուստատեսային աշխատանքը շատ տարբեր է։ Ես յուրաքանչյուր հաղորդմանը պատրաստվում եմ առաջին հերթին իբրև քաղաքացի, այլ ոչ որպես հաղորդավար։ Ես հարցադրումներ եմ անում, որոնք ենթադրաբար կարող էր անել ձեզնից յուրաքանչյուրը։ Շատ հյուրեր գալիս են փակ։ Մենք հայերս հյուրընկալ ենք, բայց շատ փակ։ Մենք սիրում ենք պատմել գեղեցիկի այն ճգնաղի մասին, որը կա մեր ընտանիքի իդեալականության, մեր ազգի մշակույթի, պատմական արժեքների, մեր հզոր եկեղեցաշինության եւ մեր հավատքի, մեր լեզվի, բայց մենք այդ ամենին չենք տիրապետում։ Մենք սիրում ենք պատմել դրա մասին։ Կուզեմ մի քիչ անդրադառնանք պատասխանատվությանը, որ կրում է ցանկացած մարդ, ով բեմում է, էկրանին է, նույնիսկ կերպարը, արտաքինը, դա եւս պատասխանատվության ինչ-որ մի մաս է։ Եթե վերածենք դա արդեն հեռուստատեսային ավելի լայնամասշտաբ տարբերակի, իհարկե այնտեղ ասված յուրաքանչյուր խոսք կարող է շատերի համար դառնալ մահացու։ Մենք բժշկի սխալն ենք կոչում մահացու, սակայն խոսքը ավելի սուր կարող է խոցել եւ վիրավորել։ Ես ինքս թիրախում եմ գտնվում, դրա համար լավ հասկանում եմ։ Մեր լրագրողները ցավոք սրտի իմ շատ գոլեգաներ երբեմն կորցնում են իրենց լրագրողական էթիկան եւ սկսում են տալ որակումներ։ Այսինչը մարդասպան է, այսինչը հարցագործ, այսինչը ապուշի մեկն է, այնինչը տհաս է, այնինչը տգետ է, անգրագետ է եւ այլն։ Ես աշխատում եմ զերծ մնալ որակումներից։ Պատասխանատվության զգացումը չպիտի լինի միակողմանի։ Ենթադրենք, դուք պետք է պատասխանատու լինեք ձեր ասացի համար։ Իսկ ես արդյոք պատասխանատու եմ իմ ասացի համար։ Սա եւս երկկողմանի մի վերաբերմունք է եւ շատ է պակասում վերջերս եւ պակասում է նաեւ մեր քաղաքական դաշտում գործողությունների տեսքով։ Ես պաշտում եմ Էքզյուպերի եւ շատ սիրում եմ Փոքրիկ իշխանը եւ ամենայում սիրելի կտորներից է երբ աղվեսը սովորեցնում է Փոքրիկ իշխանին ընտելացնել։ Ինչ է նշանակում ընտելացնել։ Եվ երբ դու ընտելացնում ես մեկին, իհարկե դու պատասխանատու ես նրա համար։ Սիբիր։ Ասում ես Սիբիր։ Դու Սիբիրում չես եղել։ Հիմա էլ այդ սուտն ես պահել ինձ համար։ Ռուբեն ոչ մի կին, աշխարհում ոչ մի բանական էակ այդքան նամակ չի գրել, այդքան սրաներա դուրը չի ընկել, տեղեկություններ հավաքել մեկի մասին, որը պարզվում է ընդհանրի քեվեր, քան Շուր Պետերբուրգի կլուբներում։ Իսկ ես հավատացել եմ քեզ, Ռուբեն, ես սիրել եմ քեզ։ Սիբիր, Սիբիրը քո հոգին է, քո պաղում դատարկ հոգին, քո դավաճան ժպիտի սառը սուտը։ Տարիներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ավելի մասնավոր Լաս Վեգասում, ես գնացի Սիրկուս Օսոլեի ներկայացումներից մեկին Լաղև։ Հաջորդ օրը ես պետք է վերադառնայի Հայաստան եւ ընդամենը 1 օր անց մենք ունեինք ներկայացում։ Փաստեմ, որ այդ ներկայացումից հետո, որ ես տեսա այնտեղ, իմ ինքնագնահատականը իջավ 0-ից ներքև եւ ես երկար մտածում եմ, բայց լավ, ինչպես ես պետք է գամ եւ խաղամ այստեղ ներկայացում։ Եվ խաղացի այն ներկայացումը, որը խաղացի, բայց թեև որևէ ժանրային ընդհանրություն չունեին այդ երկու պատկերները ներկայացումների, բայց իմ տեսած ներկայացումը ինձ օգնեց, որպեսզի ես ավելի ազատ լինեմ իմ ստեղծած երևակայական աշխարհում։ Եվ այն ինչը ես տեսա, շատերը ասում են սպեց էֆեկտներ, տարբեր լուսային էֆեկտներ, ձայնային էֆեկտներ։ Ոչ, աշխարհում առ այսօր մնում է հետաքրքիր մարդը, արտիստը իր ամբողջ էությամբ։ Եվ մարդն առհասարակ։ Նշեցի մուզեյ Դորսեյը, Փարիզում, երբ ես շատ երկար Լուվրում փնտրում էի Մոնա Լիզայի պատկերը։
Եվ ինձ թվում էր երբևիցե այն իմ մեջ հիացմունք ու զարմանք չի առաջացնի։ Դե ծնված օրվանից դա եմ տեսել, մինչև վերջին պահը դա տեսել էի, հերվում մեծ ամբոխ էր։ Եվ շատ փոքրիկ պատկերը ես էլ մի քիչ խնդիր ունեմ տեսողության հետ, եկա մոտեցա, պահակին ասացի, ներձե կարող եմ մոտիկից նայել, ասեց՝ «Ուի»։ Ուրեմն այդ բոլոր մարդիկ ոչ մեկ չէր մտածել, որ կարելի է մոտիկից նայել։ Ես եկա շատ ինքնուրույն ինձ համար մոտիկից նայեցի, իհարկե դե շունչդ կտրվում էր, որը գեղարվեստական պատկերի ազդեցությունն է քեզ վրա։ Բոլոր ուսանողները ցինիկ են։ Ես էլ եմ այդպեսին եղել, ոչինչ չեն կարող անել։ Եվ մեծամիտ։ Այն էլ թատերական ինստիտուտի ուսանողներ։ Մի անգամ դեռևս այդ տարին խաղում էին Մազմանյանի բեմադրությամբ 6 պերսոնաժ ներկայացումը Պիրանդելոյի։ Ես նայում էի Պիրանդելոն եւ վերջում Մազմանյանը գտել էր շատ հետաքրքիր մի լուծում, առանց տեխնոլոգիաների, առանց հնարավորությունների, բոլոր այն շտանգաները, այն ձողերը, որոնց վրա ամրացրած էին դեկորացիաները, սկսում էին քանդվել։ Եվ այդ ամեն ինչը քանդվում էր Ավե Մարիաների կակաֆոնիայի ներքո, այսինքն որքան որ Ավե Մարիա կա աշխարհում, բոլորը համաձուլել էին իրար, ձայնագրել էին միմյանց վրա եւ այդպես հնչում էր Ավե Մարիաների մեծ հնչյունը ու քանդվում էր բեմը։ Եվ վերջում բեմը քանդվում էր ու գալիս էր հանդիսատեսի վրա, ու ես հիշում եմ իմ տպավորությունը, գիտեք, հետագայում ես շատ ներկայացումներ եմ նայել, հանճարեղ ռեժիսորների, աշխարհի լավագույն բեմերում, բայց ես այդ տպավորությունը չեմ կարող նորից վերապրել, բոլորիս աչքերից թափվում էին արցունքները։ Սա մի բառով արվեստի ուժն է։ Չես կարող բացատրել ինչ տեղի ունեցավ։ Այդտեղ վերացավ մեր ցինիզմը, մեծամտությունը, վերացավ այն, որ մենք գուցե ինչ-որ մի բան գիտենք, մենք զրո էինք, ոչինչ չգիտենք եւ դրանից հետո միակ բանը, որ ես հասկացա, որ ուզում եմ ունենալ իրավունք ստեղծագործել։ Այսօր մենք անընդհատ խոսում ենք թատրոնում եղած խնդիրների մասին, խոսում ենք, որ այսօրվա թատրոնը քիչ հանդիսատես ունի, քչերն են հետաքրքրվում, իրականում ինչն է խնդիրը, որ այսօր մենք ունենք հանդիսատեսի պակաս։ Այո, դա խնդիր է։ Առաջին հերթին ես կարծում եմ, որ լավ, որակյալ, հետաքրքիր թատրոնի դեպքում հանդիսատեսը կգնա թատրոն։ Եվ թող ինձ ոչ ոք չասի, որ մենք անում ենք աշխարհի լավագույն ներկայացումներ եւ հանդիսատեսը չի հասկանում ու չի գալիս։ Մեր հանդիսատեսը շատ դեպքերում գուցե կիրթել չի այդքան, սակայն ինտուիտիվ նա զգում է։ Եվ զգում է արվեստը, եւ զգում է որակը, եւ զգում է անորակը։ Մենք ունենք շատ թատրոններ, բայց այդ թատրոնը շենքը հո չի։ Թատրոնը ստեղծագործական աշխարհն է։ Ժամանակին Թումանյանը շատ էր բողոքում, որ մենք Թիֆլիսի թատրոնը բարեկարգում ենք, վերածում ենք գեղեցիկ շինության, հաստատության եւ այն ժամանակ դեռևս, 20-րդ դարից առաջ, նա նեղվում էր այն փաստից, որ մենք չենք մեծարում, չենք ապրեցնում դերասանին որպես երևույթ։ Քանի դեռ դերասանը չի գտնում իր մեջ անուշահոտություն, տաղանդ, էսթետիկա, այո, ազգային արժեքներ, այո, չի գտնում իրեն ընդհանուրի մեջ որպես մի մասնիկ, նա չի լինի հետաքրքիր ընդհանուրի համար։ Մեր թատրոնները պետք է գովազդվեն որպես լավ որակով արժեք, բայց գովազդից առաջ նրանք պետք է դառնան այդ որակով արժեքը։ Եվ քանի դեռ հին դերասանական դպրոցը չի աճել նոր որակական մի ինչ-որ աստիճանի, մենք չենք կարող ասել, որ կա թատրոն։ Հին դպրոցը խորհրդային դպրոցի հիմքով էր։ Նոր դպրոց որպես այդպեսին դեռևս չի ձևավորվել, սակայն աշխարհը լայնորեն մեր առջև է եւ մենք կարող ենք եւ դերասաններս եւ ռեժիսորներս գնալ, վերապատրաստվել, գալ եւ այդ մաքուր օդը բերել, որպեսզի չլինի կենցաղային, փոքր մարզային թատրոնի պես մի բան, որը որ չունի մասշտաբ։ Միշտ քննադատում են հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր հենց թատրոնում են աշխատում, այսինքն նույնիսկ մարդիկ, ովքեր հենց իրենք են կերտել թատրոնը, միշտ իրենք բողոքում են հենց իրենց իսկ աշխատանքից, որ չի կայացել թատրոնը եւ այլն։ Այդ դեպքում ինչն է խնդիրը։ Ես որպես դերասան չեմ բողոքում երբեք։ Սակայն եթե ես ունեմ խնդիր եւ իմ մարմնում, իմ օրգանիզմում կա խնդիր, ես չեմ կարող զբաղվել ինքնախապեյությամբ եւ չտեսնել այդ խնդիրը։ Մենք բարձրաձայնում ենք շատ բաներ, սակայն լուծումները միայն մեզնով չի։ Սուտ բան է, թատրոնը դերասանով ու ռեժիսորով չի։ Թատրոնը հանդիսատեսով է, թատրոնը այդ տվյալ թատրոնի մեկենասով է, հովանավորով, անպայման։
Բոլոր լավագույն թատերական գործերը ժամանակի ընթացքին ստեղծվել են կամ հատուկ պատվերով, կամ որևէ հովանավոր մեկենաս է եղել, որը դա ֆինանսավորել է։ Իսկապես ֆինանսավորումը շատ լուրջ դերակատարում ունի։ Եվ եթե թատրոնի դերասանը այսօր իրեն պատեպատ չզարկի հացի օրվա գումարը վաստակելու, գուցե նա կարողանա զբաղվել իր վերապատրաստումով, իր որակավորմամբ եւ տալ լրիվ ուրիշ արդյունք։ Ես կուզեմ, որպեսզի հանդիսատեսը, որը գումար է տրամադրում, հստակ իմանա, թե ինչու է տոմսը գնում։ Նա գնի այդ տոմսը եւ գնա ու սիրով դիտի։ Մենք հասանք նրան, որ կինոյի համար 1500 դրամ սիրով մարդիկ տալիս եւ գնում են։ Կինոյի, որ ընդամենը մեկ կոճակի հպումով միանում է եւ մենք տեսնում ենք կինոյի պատկերը։ Իսկ թատրոնի ներկայացման համար հաճախ մարդիկ ափսոսում են անգամ իրենց 500 դրամը։ Իսկ բեմում խաղացող դերասանը խաղում է մինչև 3 ժամ եւ հավատացեք, ռինգում իր մրցման ընթացքին բռնցքամարտիկի պես ծախսում է էներգիա կամ գուցե ավելի։ Մենք միշտ չի որ տեսնում ենք որակյալ արտադրություն, դա լինի ֆիլմ, այսօր բազմաթիվ ֆիլմեր են ներկայացվում, որոնք ներեցեք, բայց անգամ սունկի պես չեն աճում, որովհետև սունկը գոնե կշտացնում է մարդու ստամոքսը։ Իսկ այդ ֆիլմի համար դու վճարում ես չգիտեմ ինչքան եւ չգիտեմ ինչի համար, վատնում ես քո ժամանակը եւ նայում ես դերասաններին, որոնք փչացնում են իրենց կարիերան վատ ֆիլմում խաղալով։ Նույնը կարող է լինել բեմում, սակայն հանդիսատեսի պահանջկոտությունը կարող է ձևավորել թատրոնի որակը։ Այն հանդիսատեսը, որը գալիս է ընթացքին խոսում է հեռախոսով, տարբեր գործեր է անում, էլի մտնում է սոցկայքեր, ինչ որ ստատուսը, չեքինը, չգիտեմ։ Այս ամեն ինչը եւս ազդում է վատ առումով դերասանի վրա, որովհետեւ բեմում նա կենթանի մարդ է։ Լայն իմաստով մշակույթի պակասը կարող է բերել թատերական սովի։ Սա եւ գրականության պակասն է, եւ նոր դրամատուրգիայի պակասը, թռիչքային դրամատուրգիայի, եւ անպայման դերասանների երևակայության ու նրանց երազային կյանքի պակասը։ Մենք ամեն ինչը վերածում ենք մաթեմատիկայի եւ մոռանում ենք, որ դրա մեջ կարեւորը երազանքի գործոնը։ Հélène Ոսկանյան։ Գիտեք, երբեք մտքովից չէր անցնի, որ Վիկտորիա նավի ուղևորների մեջ ամենահմայիչ տղամարդը ազգությամբ հայ է։ Գարեգին, շնորհակալ եմ հաջողության համար, այն էլ ձեզ նման գեղեցիկ կնոջից։ Բայց ես նման գովեսների սովոր մարդ չեմ դիգին։ Առևտրական եք, պարոն Գարեգին։ Բայց ոչ, ես Եվրոպայի բոլոր խոշոր հայ գործարարներին ճանաչում եմ։ Նրանք գրեթե բոլորը հորս ընկերներն են։ Ոչ առևտրական չեմ։ Եվրոպայում էլ հաստատվել եմ ոչ այնքան վաղուց։ Արվեստագետ էլ չեք։ Չէ, չասեք, խնդրում եմ։ Չասեք, թե ձեզ որտեղից գիտեմ։ Ես ինքս կզգամ։ Պերֆեկցիոնիստը կարող է ունենալ մասնագիտական, պրոֆեսիոնալ, ստեղծագործական բավարարվածության զգացում։ Կարող է ունենալ, բայց մի ակնթարթ։ Եվ գիտեք, մենք հայերս անընդհատ փնտրող ենք, ու շատ դեպքերում բոլորս էլ պերֆեկցիոնիստ։ Ես վստահ եմ, որ Երևանում ապրող միջին ամեն երկրորդ քաղաքացին չի եղել այն եկեղեցիներում, որոնք ֆոտոներով անգիր գիտի։ Չի եղել այն հետաքրքիր ու միստիկ տեղերում, որտեղ որ պատմություններ են հյուսվում ու որոնք կազմում են մեր պատմության կարևորագույն էլեմենտները։ Մենք այդ հարցում շատ ժամանակ ենք վատնում մեր դիրքը հաստատելու մեջ։ Ով եմ ես այս կյանքում, ես իմ դիրքը հաստատում եմ։ Եվ այդ դիրքը հաստատելու համար շատ ժամանակ ենք կորցնում, երբ որ մենք պետք է ուղղակի առաջին հերթին սկսենք ճանաչել մեզ եւ ապրենք։ Ամեն անգամ, երբ այսպիսի հանդիպումներ են տեղի ունենում, ես հասկանում եմ մի բան, որ ես ապրում եմ եւ ապրում եմ նաեւ այսպիսի երիտասարդների շնորհիվ։ Շնորհակալ եմ արվեստանոցին, ձեզ արվեստով լի պահել շատ եմ մաղթում։